Կիրանցի վանքի պատերին վանդալիզմի դեպքեր են արձանագրվել, գրառումներ են։ Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի աշխատակիցների ջանքերով վանքի պատերից այդ գրառումները ավելի ուշ մաքրվել են, հեռացրել գրվածքների մի մասը։ Որոշներն այնուամենայնիվ մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են եւ խորը շերտով դրանք մաքրելու դեպքում վանքի պատերը կվնասվեին։ Հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը 30 միլիոն դրամի չափ գրավը։ Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը վերացվել է։ Բողոքի ակցիա գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի, ով 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայրն է, անհետ կորած համարվող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորեղբայրը հայտնել է, որ ակցիան խաղաղ է։ Մասնակիցները հայտնել են, որ Արսեն Ղուկասյանին ապօրինի են կալանավորել եւ նա առողջական ծանր վիճակում է։ Արսեն Ղուկասյանը պաշտպանության նախարարության վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա 1 ամսով կալանավորվել է խուլիգանության մեղադրանքով։ Կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 4 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից։ 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգացության ներքո է եւ իրականացվում է անվճար։ Աշխարհում ի դեպ ավելի քան 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության խնդիր։ Մայրաքաղաքում հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն մայրաքաղաքում ազոտի երկօքսիդի պարունակությունը եւս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։